Ողջույն բոլորին, այս տեսանյութը ցանկության վերաբերյալ է։ Հարգելիներս, ինձ գրել էին, որ ցանկությունները չի կատարվում, որովհետև սխալ եք պահում, ամենաառաջինը ցանկությունը։ Ես այդքան խոսում եմ, երևի դիմացը չեք լսում, արագացնում եք այս դիմացը, բերում հասցնում եք ձեր ուզածին, որպեսզի նայեք, դրա համար էլ չեք լսում այն ինչ որ ես եմ ասում։ Ես որ ասում ցանկությունը ճիշտ չեք պահում, դրա համար չի կատարվում, հետո էլ ասում եք չի կատարվում իմ ցանկությունը։ Նախ ցանկությունը հենց այնպես ուղղակի ուզում եմ սա ունենալ, դա ցանկություն չի։ Ես շատ եմ շեշտել, ցանկությունը ուզելուց չպետք է ասեք ուզում եմ սա ունենալ։ Եթե դուք ասում եք ուզում եմ, դուք ուղղակի ուզում եք։ Բայց երբ որ դուք նշում եք, որ ձեր ցանկությունները կատարվել են, օրինակ ինչ որ բան եք ուզում բացել, խանութ եք ուզում բացել, ահա։ Պահում եք օրինակ երրորդ տարբերակը ես խանութ եմ բացելու։ Այդտեղ ձեր պատասխանները կստանաք։ Ու ոչ թե ես խանութ եմ բացելու, սենց էլի ուղղակի, հա դե նայենք էլի դենանք խանութ կարամ բացեմ, թե չէ։ Այդպես բաներ գոյություն չունեն։ Ոչ տիեզերքի հետ խաղ արեք, ոչ Աստծու հետ խաղ արեք, ոչ մի բանի հետ խաղ մի արեք, ոչ ձեր ցանկությունների հետ խաղ արեք։ Եթե ցանկությունը չի բխում սրտի խորքից, եթե դուք դա ամբողջ ձեր մարմնով չեք զգում, մինչև մազերի ծայրը, դա ցանկություն չի, դա երբեք չի կատարվելու, հիշեք։ Ցանկությունը պետք է այնպիսին լինի, որ ամբողջ մարմնով զգաք, թե ոնց եք ուզում դա լինի։ Ոնց եք, որ գրում եք մեկ այս ալիքին, ինչ որ էջի, Facebook-ին, Viber-ին, որ ուզում եմ այն տղուն հետ բերեմ, ոնց եք, չէ, ամբողջ մարմնով եք, չէ ուզում, որ այդ տղուն հետ բերեք, դե ամբողջ սրտի խորքով եք ուզում, որ այդ տղուն հետ բերեք, բա նույնն էլ ցանկությունն է, յուրաքանչյուր ցանկություն պետք է լինի հենց այդտենց, սրտի խորքից։ Եթե լավ թե պահեմ հələ 4-րդը տեսնեմ, կգնամ, կընդունվեմ գործի, հա դե, քարտեր են էլի, նման բաներ չկան։ Հիշում եք անցած անգամ 4-րդը ընկավ իրար հետ։ Իմ ցանկությունը, ես հիմա այդ գործողության մեջ եմ, ես հիմա դրա համար վերադարձել եմ Ֆրանսիա, եւ ես այդ գործողության մեջ եմ։ Եվ ես ասացի, այդ ցանկությունը արդեն իսկ կատարվել է ուղղակի, ինձ ընթացքն է պետք։ Լինելու է դա, թե ոչ։ Ես հիմա այդ ընթացքի մեջ եմ։ Դրա համար եմ ասում, ցանկությունը ուղղակի, ես եթե ինչ-որ մի ցանկություն, ինչ-որ մի ձևով անիմաստ պահում եմ, ուղղակի արագ, որ այսպես, հա, բան չեմ պահել, բան չունեմ պահելու կամ ինչ-որ մի բան, պահի տակ մտքովս անցնում է ինչ-որ մի թվի վրա, ինչ-որ բան եմ պահում, դա նորմալ չի։ Պետք է ուղղակի զգաք դա։ Դրա համար էլ չի լինում։ Մյուս անգամ որ ուզում եք գրեք, չի լինում, մտածեք ինչ ձև եք պահել ձեր ցանկությունը։ Ժամկետ պահեք այդ ցանկությանը։ Ամեն շաբաթ լինում է, մեկ շաբաթով ժամկետ պահեք, եթե այնպիսի մի ցանկություն է, որ այս մեկ շաբաթվա ընթացքում հավանականությունը մեծ է, որ կլինի։ Այն ինչը, որ ինձ մոտ չի ընկել, չէ, ինձ մոտ հենց այդպես էլ չի եղել։ Ես ինչքան էլ ուզում էի, որ նա լիներ, բայց միևնույնն է, ես իմ հոգու խորքում ես հասկանում եմ, որ դա մի տեսակ չլինող բան է, բայց ես ուզում էի։ Այնպես որ բաներ կան, որ պետք է հասկանալ, որ մեր պահելու ձևից է, կկատարվի արդյոք այդ ցանկություն թե չէ։ Եվ սովորություն ունեցեք լսելու դիմացը։ Ամեն անգամ մի վազեք միայն ձերը։ Հենց դրանից էլ Աստված չի տալիս ձեզ։ Երբ որ մարդ մենակ ուզում է վերցնի, այդ դեպքում իրան ոչինչ չեն տալիս։ Որովհետև երբ որ դու վերցնում ես ու չես տալիս, հենց այդ դեպքում էլ արդեն ոչինչ չի կատարվում քեզ հետ։ Քո կյանքն էլ է գլխի վայր շուռ գալիս։ Չի կարելի միայն վերցնողի դերում լինել, այ օրինակ այն մյուս քարտերի ալիքում կարող է դիմացը ես խոսում եմ, դուք չեք լսում, միանգամից սեղմում եք ձեր նշանը, հետո էլ թե բա սա սենց չեղավ, բա թե ուր եք, դիմացը ասում են, որ կարող է այսքանի օր չլինի տեսանյութ, կարող է սա, հետո մեկնաբանությունում կգրեք ուր եք, ինչի տեսանյութեր չկան, բա ով էր ձեզ խնդրում, միայն վերցնել, բա չտվեցիք, բա 2 րոպե է, ես 10 րոպեով խոսում եմ, հասկանում եք, բաներ կան, որ պետք է ուղղակի մարդը անի, որ ստանա, իսկ ստանալը դա երկնքից պարգև պետք է լինի ձեզ համար։ Ուզում եք պահեք, ուզում եք չգիտեմ ինչ, ուզում եք քարտերում աստղ ընկնի, դուք պետք է արժանանաք այդ ցանկությանը։ Դուք պետք է արժանանաք, որ ձեզ պարգևեն դա։
Ուրեմն արժանի չեք, ուրեմն ձեր մեջ փնտրեք, թե ինչն է խնդիրը, որ այդ ձեր ցանկությունները չի կատարվում։ Ուղղակի փնտրեք ձեզ մեջ։ Եվ ոնց որ ես ուզում եմ խանութ, ու նստեք բազմոցին։ Քարտերը ցույց են տվել, որ աստղը կընկնի, ես կունենամ խանութ։ Ով է նստում դիվանուն եւ ասում, կունենամ խանութ, վերջ կբացեմ։ Բաներ կան, որ պետք է դուք անեք, քայլ, հետադարձ քայլը ստանաք, դուք անեք, հետադարձ քայլը ստանաք։ Ինչու են ասում, գումար ծախսի, որ գումար գա։ Եթե դու բառը չեք լսել, այդպես է։ Ինչեւ չես ծախսում, գումար չի գալիս։ Եթե դու անընդհատ հավաքում ես, ոչի բանի վրա չես ծախսում, ես ափսոսում ես, նա ափսոսում ես, երբեք գումար չես ունենում։ Հասնում ես այն աստիճանի, որ դու հենց այտենց չես կարողանում անգամ նայես այդ ապրանքին, որտեղ գումար չունես։ Դրա համար պետք է ծախսես, որ հետադարձ գումար գա։ Փորձեք։ Ոչ ոք ձեզ չի ասում ինչով վերջին կոպեկը, բայց դա էլ եւս ցանկության նման մի բան է։ Մարդը ապրում է, տալիս է ստանում, տանում, վերցնում, տալիս, հասկանում եք, այդպես է։ Յուրաքանչյուր բան այդպես է։ Պատկերացրեք, միշտ դուք սիրով եք վերաբերվում դիմացինին, դիմացինը ոչ մի բան չի տալիս ձեզ։ Նույն բանն է։ Դուք ցանկություն եք ուզում, բայց դու ցանկության համար ոչ մի բան չեք տալիս։ Ոչ մի բան չեք անում, դու սրտի խորքից չեք ուզում, ուղակի ինձ։ Մի հատ հայերեն ճիշտ խոսք է, Հավայի ասում եք, այդպես։ Դրա համար պետք է ամեն ինչը ճիշտ լինի։ Ճիշտ ձևակերպեք ձեր հարցը, ճիշտ ձևակերպեք ձեր ցանկությունը։ Ինչպիսի ցանկություն եք ուզում։ Եթե տղա եք ուզում, ինչպիսի տղա լինի, ինչ մազերով, ինչ բոյի, ինչ կազմվածքի, ինչ բնավորություն ունենա եւ այլն եւ այլն։ Բոլորը իդեալական է, սա ինչ որ մեկին կգրեն, բայց չի լինում իդեալական մարդ։ Այնինչ գրեք, այն այլ դուք կստանաք, բայց եթե գրեք ուղակի տղա եմ ուզում, կողը մեկ էլ ինչ որ մեկի փողոցից արկա շահան ընդհատ կպնի ձեզ։ Դա է ցանկությունը ճիշտ պահելու իմաստը, որ ամեն ինչը ձեր գլխում, ձեր մտքում պետք է ճիշտ ձևակերպեք։ Խանութ եմ ուզում, ինչ խանութ, ինչի խանութ, ինչպիսի խանութ, ինչ ապրանքներ լինի, ինչպես լինի մուտքը, ինչ կարգի մարդկանց համար եք ուզում այդ խանութը, ցածր, բարձր, միայն միլիոնատերները մտնեն այդ խանութ։ Լիքը բաներ կան, որ դուք պետք է ամեն ինչը մի հատ պատկերացնեք, հետո այդ ցանկությունը պահեք։ Հետո ասեք, այն եմ ուզած բան այն, որ սենց ուզում եմ, որ սա լինի, հենց այսպես, նոր ձեզ Աստված կտա։ Ոչ թե, տուն եմ ուզում։ Այդ հարցը բացարձակ այնքան սխալ է, ժողովուրդ ջան։ Երբ կունենամ տուն։ Այդ հարցը ինձ այնքան շատ եք տալիս, անգամ այնտեղ որ մեկ հարց մեկ պատասխան է։ Հենց ունենամ տուն բառը մեծ նշանակություն ունի իր մեջ։ Դուք ինչ եք անում տուն ունենալու համար։ Պետք է շատ աշխատեք։ 1. Դուք պետք է ժամանակ չունենայիք անգամ այս տեսանյութը նայելու, որ մի բան էլ գրեիք։ Եթե դուք տուն եք ուզում, որովհետև տունը դա մի հատ կոշիկ չի, որ կարող եք գնալ 10,000 դրամով գնել։ Մի 2 անգամ, 3 անգամ կհավաքեմ, կգնամ։ Չէ, տունը դա ահռելի մեծ թիվ է։ Եվ տուն ունենալու համար դուք պետք է օրերով, ժամերով աշխատեք եւ շատ քիչ քնեք, որպեսզի տուն ունենաք։ Եթե դուք դա չեք անում, ով է ձեզ տուն տալու։ Ոչ ոք։ Դրա համար ես կունենամ երբևիցե տուն, դա եթե ունեք օրինակ 100,000 եվրո է, դոլար է, ոնց որ Հայաստանում տունը, եւ դուք ունեք 90,000-ը, եւ դուք պահում եք, ես կկարողանամ գտնել իմ ուզած տունը, օրինակ իմ 90,000-ով, դա արդեն պատասխանը կարող եք ստանալ։ Այսինքն դուք կարող եք իջեցնել արժեքը, դուք կարող եք ինչ-որ մի ամիտ մի տեղից մի հատ լավ տուն գտնել հենց ձեր ուզածով, ձեր սրտով։ Դա է։ Ոչ թե ես կունենամ երբևիցե տուն, բայց դուք այնքան ազատ եք, որ անգամ կարող եք վիրավորանքներ էլ ինձ գրել կամ եւ այլն, Նման բաներ։ Նա ճիշտ չէ։ Տուն ուզելը ուղղակի որպես ցանկություն դա ճիշտ չէ։ Դա պետք է նպատակ դնեք ձեր առջև եւ գնաք հասնեք այդ նպատակին։ Գնաք հասնեք նրան, որ անընդհատ հետ գցեք, ոչ թե տան համար, ուղղակի աշխատավարձս այսքան է, սա այստեղ, դա չկա։ Բացակայել եմ, աշխատավարձս քիչ են տվել։ Վերջ։ Այսքանը, շատ չեմ խոսում։ Տեղով արդեն շատ խոսեցի։
Ինձ թվում է այլևս այդ հարցերը ձեր մեջ չեն առաջանա, եւ եթե ինչ-որ մեկը կգրի, որ իմ ցանկություն չի կատարվում, փնտրեք դա ձեր մեջ։ Ոչ քարտերի մեջ, ոչ ինչ-որ մեկին մեղադրեք, փնտրեք ձեր մեջ։ Ինչ ցանկություն եք պահում եւ ինչ եք անում դրա համար։ Այսքանը։ Իսկ ովքեր իմ խոսելու ընթացքում պատկերացրեցին իրենց ցանկությունը, պահեցին թվեր, մենք արդեն կսկսենք։ Ահա։ Պահենք առաջինը։ Կկատարվի արդյոք առաջին տարբերակի ցանկությունը։ Ինչ-որ չի ուզում, հա, ընկնի։ Աստղա մի փոքր հեռու է իրարից, նեջ ինչ-որ բաներ էլ հատուկ չեն ուզում ընկնեն։ Ահա, առաջին տարբերակի համար այստեղ ընդհանրապես երկու բան է՝ շոփինգ եւ իհարկե ծնունդ։ Ոմանց համար կարող է ծնունդն էր կարևոր, ինչ որ ծնունդ պետք է նշեք, գումարի մասին եք մտածում, գումարն էլ է մոտ, որքան որ աստղերը։ Կարող է ձեր ունեցած գումարի մեջ տեղավորվեք եւ ձեր ուզած ծնունդը նշեք։ Այսքանն է առաջին տարբերակի համար։ Ինչ որ շատ բան չեք պահել։ Եթե այստեղ չկար, ուրեմն դա նշանակում է, որ ձեր ցանկությունը դեռ ժամանակը չի կատարվելու։ Պահեք երկրորդը մինչև խառնը։ Պատկերացրեք ձեր ցանկությունը, ինչպես է կատարվում, ինչպես է լինում դա, ուր հասակ, ինչ արեցիք, ինչ-որ մեկի հետ եք ուզում միավորվեք, պատկերացրեք ոնց եք միավորվել, ոնց եք իր հետ ապրում, չգիտեմ, այնտեղ հազար ու մի բան կա։ Կկատարվի արդյոք երկրորդ տարբերակի ցանկությունը։ Մի փոքր հեռու է իրարից։ Ուրեմն երկրորդ տարբերակի մեջ ինչ-որ մարդկանց կարող է ասում է, որ լեզու պետք է սովորեք։ Ուշադիր եղեք ձեր ցանկությանը, կարող ուզում եք գնաք օրինակ օտար երկիր։ Ձեզ ասում է, որ լեզու սովորեք։ Ու միգուցե դուք եք ուզում լեզուներ սովորել եւ
պահել էիք, կամ ինչ-որ մի բանը կապված է օտար երկրի հետ, և սպորտի մեջ հաղթանակ, յուրաքանչյուր սպորտի տեսակ, դա կարող է լինել, բիզնեսի բացում, ընդհանուր բուն ցանկություն, եթե այստեղ չկա, ապա դեռ ժամանակը չէ, բայց այն ինչ որ ընկել է, դա նշանակում է, որ կլինի։ Տատի, պապի, այդպես բոլորով, ձեր թոռներով, ծոռներով հավաքվեք մեկտեղ, գան ձեր մոտ կամ հավաքվեն բոլորը միասին։ Նաև նիհարելը, եթե պահել եք, շոպինգ գնալ, շոպինգ անել և իհարկե հեռախոսազանգ, կարող է շատ կարևոր մարդու զանգի եք սպասում, մտածում եք երբ է գալու, երբ է զանգելու և այլն։ Այսքանը, հուսով եմ ոչինչ բաց չեմ թողել։ Սա քննությունները կհանձնեք շատ լավ, եթե քննության մասին եք մտածում, ինստիտուտ ընդունվելու և այլն, արդեն ժամանակներն են մոտենում, որպեսզի քննությունները հանձնեք, ինստիտուտ ընդունվեք և այլն, ապա սա ասում է այո, և քննությունները լավ կհանձնեք, և ինստիտուտ, օրինակ ես էլ ինձ մոտ անընդհատ սա ընկնում էր, ես էլ իմ քննությունների ժամանակ լավ հանձնեմ, բայց ես դեռ պատասխանը չեմ ստացել, դեռ արդեն 2 շաբաթն անցավ, հետ եմ եկել դրա համար, բայց չկա դեռ։ Այսքանը երկրորդ տարբերակի համար, գնանք երրորդը։ Պահեք, եթե դեռ չեք պահել։ Ահա, կկատարվի արդյոք երրորդ տարբերակի ցանկությունը։ Երբ որ առաջինն է ընկնում, դա հավանականությունը շատ մեծ է, այսինքն դուք մոտ եք ձեր ցանկությանը, այդպես է ինքը ասում։ Ինքը էսա մի նայեք, ինքը մոտ եք, ինչ-որ բաներ եք անում, շուտով միգուցե լինի, այդպես։ Ահա, երրորդ տարբերակը, կարիերայի բարձրացում, կարիերայի փոփոխություն, եթե հարցը դրան էր վերաբերվում, նաև բիզնես բացելը եւս, կարող եք բացել, ինստիտուտ ընդունվել, քննությունները շատ լավ հանձնել, դիպլոմ ստանալ, բակալավր եւ այլն, այնտեղ յուրաքանչյուր բան, նաև լեզուներ սովորեք, դա է ձեզ ասում, սովորեք լեզուներ։ Հեռախոս կարող եք գնել կամ նաև ձեզ նվիրեն, եթե պահել եք։ Այսքանն է ոնց որ, չկա ուրիշ ոչինչ։ Նվեր, եւ նվեր, եթե նվեր եք ցանկանում ստանալ, դա էլ կստանաք։ Այ հիմա ոնց որ այդքանը։ Եվ պահեք չորրորդ տարբերակը, եթե դեռ չեք պահել, պահեք։ Ճիշտ պահեք, ամենակարևորը ճիշտ պահելն է, այդքան խոսեցի դիմացից, ովքեր չեն լսել, գնացեք լսեք։ Դա էզոտերիկա է, ուղղակի էզոտերիկա։ Պետք է ուսումնասիրեք էզոտերիկա, սովորեք, էզոտերիկ դառնաք, որպեսզի կարողանաք նման բաները հասկանաք։ Ինչպես եք անում, ինչ եք անում։
կկատարվի արդյոք 4-րդ տարբերակի ցանկությունը։ Տեսնենք գոնե այս անգամ լինի, չգիտես ինչու։ Աստղը խռովել է մեզանից։ Դե ասում է ճիշտ չեք պահում ցանկությունը, դրա համար էլ չկա։ Ցանկությունը էլի հեռվացավ։ Չգիտեմ ինչու չի ուզում։ Դե մի նեղվեք, այստեղ ինչ-որ իրավիճակներ կան, որոնք որ ցույց են տալիս, էլի ձեր ցանկությունները կիրականանան, թե ոչ։ Ահա, 4-րդ տարբերակը, դա ուրեմն ընկերների հետ հավաքվել, ուրախանալ, քեֆ անել, հեռախոսազանգ ստանալ, որ ձեզ շատ կարևոր մարդուց ձեզ համար կամ ձեր ընկերներից, միգուցե դասընկերներից եք ուզում ինչ-որ մեկին եք փնտրում, չեք գտնում, իր մասին եք տեղեկություն ուզում իմանալ եւ գալիս է։ Նոր սեր, նոր հարաբերություններ, նոր զգացմունքներ կարող են լինել, եթե նոր սեր եք ուզում, եւ կարիերայի բարձրացում այստեղ։ Նաև տատի, պապի, այդպես թոռներ, ծոռներ հավաքվել, իրար տեսնել, այդպես դա եւս միասին կամ ինչ-որ մեկի առիթն է կամ ամուսնության 50-ամյակն է եւ բոլորով հավաքվեն ձեր մոտ։ Այդպես եթե նման ցանկություն ունեք, ապա դա եւս կկատարվի։ Այսքանը ցավոք այդքան խոսեցի, աստղը չընկավ, որովհետեւ համարեց, որ սխալ եք պահում ձեր ցանկությունը։ Դե մնացածները կար, եթե ձեր ցանկությունները կար մեջը, ապա թող կատարվեն բոլորը, որոնք որ դուք եք ցանկանում։ Ճիշտ պահեք եւ կտեսնեք, թե ինչպես է ձեր ցանկությունը կատարվում։ Հարցը տալուց անգամ կանգնեցրեք, այդ հարցը տվեք մանրամասն քննարկելով, այ սա, որ այսպես լինի, այսպես, նոր հետո հարցը տալուց հետո պահեք թիվ կամ հակառակը թիվը պահեք, հետո գնացեք, կանգնացրեք եւ մտածեք այդ մասին։ Այսքանը թող որ կատարվի ձեր ցանկությունը այն ժամանակ, երբ որ ձեզ է հարմար, երբ որ Աստծուն է հարմար, երբ որ պետք է ձեզ վայելեք, հա, այդ ցանկությունը, երբ որ ձեզ պետք է պարգևատրի։ Այսքանը, լավ եղեք։